Բարի լույս սիրելի գրքասերներ, առավոտյան ձեր տաքու համեղ սուրճը վայելեք, հետևելով Ալժիրի համալսարանի ֆուտբոլային թիմի հերթական խաղին։ Պատմելու ենք մի գրողի մասին, ով միայն կանգնած դիրքով էր գրում իր ստեղծագործությունները և այնքան էր սիրում ծխախոտ, որ կատվին տվել էր Սիգարետ անունը։ Խոսելու ենք 20-րդ դարի ալժիրա-ֆրանսիացի գրող, փիլիսոփա, ֆուտբոլասեր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, աբսուրդի և էկզիստենցիալիզմի ներկայացուցիչ Ալբեր Կամյուի մասին։ Ալբեր Կամյուն ծնվել է Ալժիրում։ Գրողի հայրը Լյուսիեն Կամյուն աղքատ գյուղատնտես էր, ով զոհվել էր Առաջին աշխարհամարտի ժամանակ, իսկ մայրը Կատրին Սանտեն մաքրուհի էր։ Մայրս աշխատում էր որպես մաքրուհի, նա մասամբ խուլ էր և գրել-կարդալ չգիտեր։ 1923 թվականին Կամյուն ընդունվում է Ալժիրի համալսարան։ Հենց համալսարանական տարիներին էլ գրողը ոչ միայն սկսում է շատ գրքեր կարդալ և օրագրեր պահել, այլ նաև զբաղվել ֆուտբոլով։ Կյանքիս ընթացքում ես ձեռք եմ բերել զգալի կենսափորձ և կարող եմ վստահորեն ասել, բարոյականության և մարդու նշանակության մասին իմ ամբողջ գիտելիքների համար պարտական եմ սպորտին։ Գրողի մայրը չէր կարող նոր կոշիկներ գնել որդու համար, այդ պատճառով դարպասապահ Կամյուն դարպասին մոտ էր կանգնում, որպեսզի կոշիկները շատ չվնասվեին։ Սակայն 1930 թվականին Կամյուն հիվանդանում է թոքախտով և ստիպված թողնում է սիրելի մարզաձևը։ 1935 թվական Կամյուն ընդգրկվում է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության շարքերում, իսկ ավելի ուշ ստեղծում է Ալժիրի կոմունիստական կուսակցությունը և միանում ֆրանսիական անարխիստական շարժմանը։ Այդ տարիներին էլ Կամյուն ձևավորում է իր կրոնական հայացքները։ Մտահոգում են արդյոք հավատացյալին ավետարանների հակասությունները և եկեղեցու անզսպությունը։ Հավատալ նշանակում է ընդունել նոյան տապանը, նշանակում է պաշտպանել ինկվիզիցիան կամ դատարանը, որը դատապարտեց Գալիլեին։ 1936 թվականին Կամյուն իր գաղափարակից Ժան-Պոլ Սարտրի հետ հրատարակում են «Ապստամբություն Աստուրիայում» գիրքը և 40-ական թվականներից սկսած գրականություն են բերում էկզիստենցիալիզմ հասկացությունը։ Կամյուի գրականությունը կյանքի անհեթեթ լինելու և մարդու հոգևոր ճգնաժամի մասին է, որը կարող է հանգեցնել ինքնասպանության։ Սիզիփոսի առասպելը, անկումը, օտարը, ժանտախտը և ընդվզող մարդը ստեղծագործություններում կյանքի իմաստի որոնման և կյանքի իմաստի բացառության աններդաշնակությունն է։ Այս երկընտրանքն ունի լուծման 3 ուղի՝ ինքնասպանություն, կրոն կամ էլ աբսուրդի ընդունումը։ 1957 թվական Կամյուն արժանանում է Նոբելյան մրցանակի գրականության մեջ իր հսկայական ավանդի համար, որը բացահայտել է մարդկային խղճի կարևորությունը։ Նոբելյան մրցանակի հանձնման արարողակարգի ժամանակ Կամյուի բանախոսությունն անկեղծ էր և ոչ աբսուրդային։ Անօգուտ կորցրած ավելի քան 20 տարվա ընթացքում ինձ միայն մեկ բան պահեց՝ մի ծածուկ զգացում, որ գրող լինելը պատիվ էր և պարտավորեցնող էր։ 1960 թվական Կամյուն ծրագրում է հանգստի մեկնել կնոջ և երեխաների հետ, սակայն վերջին պահին, ընդունելով իր հրատարակչի առաջարկը, նստում է մեքենան։ Պրովանսից Փարիզ վերադառնալու ճանապարհին մեքենան բախվում է ծառին և Կամյուն տեղում մահանում է։ Ես գիտակցում եմ հնարավորությունները, որոնց համար պատասխանատու եմ։ Կյանքի յուրաքանչյուր ակնթարթ իր մեջ կրում է իր հրաշքի արժեքն ու հավիտենական երիտասարդության իր դեմքը։ Կյանքի գոյատևման ընդվզումներում Կամյուն այդպես էլ չկարողացավ հրաժարվել երջանկությունից, լույսից և ազատությունից։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել Ալբեր Կամյուի թողած փիլիսոփայական և գրական հարյուր ժառանգությունն ու ձեզ էլ խորհուրդ ենք տալիս չմոռանալ, որ կարդալը օգտակար է առողջությանը։ Հասմիկ Կարապետյան, Արամ Ջանազյան, հատուկ Բարի լույսի համար։